Հայաստան-Եվրամիություն գործակցության խորհրդի 17-րդ նիստից հետո Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել եւ խորացնել Հայաստանի հետ գործակցությունը։ Բացի այդ, կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել հայաստանյան բարեփոխումներին, տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում առաջիկա քայլերը։ Այս շրջանում կողմերն աշխատում են նոր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որը նախատեսվում է ստորագրել Եվրամիության արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթնաժողովին։ Եվրամիությունն ակնկալում է Հայաստանի ակտիվ ու կառուցողական դիրքորոշումը Բրյուսելում կայանալիք արևելյան գործընկերության գագաթնաժողովի պատրաստությունների հարցում։ Մինչև այս փետրվարին Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցին համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին, որը մարտին նախաստորագրվեց Երևանում։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ արևելյան գործընկերության նպատակներին եւ իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին։ Բացի գործընկերության նոր համաձայնագրից, Էդվարդ Նալբանդյանը հատկապես կարևորեց Հայաստանի ու Եվրոպական միության ակտիվ գործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրինացման ու հետընդունման համաձայնագրերի իրականացման գործում։ Հայաստանն ակնկալում է սկսել մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում։ Նիստի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասով Եվրամիությունը անհրաժեշտ է համարում հակամարտության քաղաքական կարգավորումն ու սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Զորապարյան, ժամը լրատվական։